Այսօր սկսում ենք մի հատ վարությունով։ Խորան ենք շնչում, դեմքից 30 սանտիմետր հեռավորության վրա նշան ենք բռնում, արտաշնչում։ Ենք շնչում, 30 սանտիմետր, արտաշնչում։ Կատակ եմ բարով եք եկել։ Նախ ողջուններս եմ հղում մեր գեղեցկադեմ հանդիսատեսին բոլոր նրանց, ովքեր ինձ պատվի արժանացրին ու հեղեղեցին սրահն այս իրենց շքեղ ներկայությամբ։ 6 տարեկանում դեղնախտով էի վարակվել ու շտապօգնության բժշկուհին երբ հարցրեց, ասեց Ասատու ջան, ինչ ես հիվանդացել, պատասխանեցի լավ եմ արել։ Հիմա քանի ստիպված չեմ եղել ամենքիդ հատիկ պատասխանել, ինչի եմ սենց ճերմակել, ասեմ, որ լավ եմ արել։ Ու հետներ չմոռանամ նշել, որ մոդեյց ելներով եմ արել, շորերից հետ եմ բռնացրել։ Անչափ կարևոր է նախորդ թերացումներից դասեր քաղելը։ Դասեր քաղել։ Թվում է, թե ոմանք հավակնում են, իհարկե ես համաձայն չեմ այդ անհիմն մտքի հետ, թե վերջին հանդիպման ժամանակ մի փոքր արագ եմ խոսել ու միտքս լավ չի ընկալվել։ Տեղեկացնում եմ, որ կարող եք վերջին հանդիպման ձայնագրությունը դիտել ընդամենը 4 անգամ դանդաղեցված ու կտեսնեք, որ ամեն ինչ շատ պարզ է եւ մատչելի։ Խոսքերդ կծամես, առոգանությանդ կհետևես, դանդաղ կխոսես։ Բնականաբար չեմ մատնի բոլոր նրանց, ովքեր իրենց չարդարացված կարծիքը հայտնել էին այս հարցի կապակցությամբ։ Անահիտ Կիրակոսյան ու Սրահի կեսը։ Մյուս կեսի հետ առիթ չեմ ունեցել խոսել։ Հիմա ինչպես չհիշեմ Արիստոտելի հայտնի աֆորիզմը։ Ասում է. քեզ ինչ խորհուրդ տալիս են, մի լսիր։ Այսօր տվածս խորհուրդներ մի լսիր։ Ես արել եմ ուղիղ հակառակը։ Չլսելու եմ տվել, բայց հաշվի եմ առել։ Եթե մենազմիցից ընթացքում լսեք լենթը ծամող կասետի ձայներ, ապա հեռու չփնտրեք, ես եմ, որ ճգնում եմ դանդաղ խոսել։ Հիմա մտորումներս հանգեցնում են հետևյալ եզրահանգմանը։ Կան մի իրականություն, մի փաստ, կան 4 տեսակի ֆիզիկական մարմիններ՝ տեսողականներ, լսողականներ, կինեստեզիկներ եւ օլֆակտիկներ։ Կինեստեզիկները սիրում են բացահայտել աշխարհը շոշափման, թքումների միջոցով։ Օլֆակտիկները համտեսելու միջոցով։ Իդեպ, եթե կան օլֆակտիկներ սրահում, կխնդրեի գիրքը չհամտեսել։ Այնուհետև սովորական թղթի համ, կետչուպով դեռ ոչինչ մի փոքր ուտվում է։ Աշխատությանս համն ու հոտը նրա բովանդակության մեջ է։ Հիմա գանք լսողականների։ Մեր ունկնդրելու սիրար բարականները նախատեսում են, գերադասում են խոսքի երկեցիկությունը, հնչողականությունը։ Դրանք կազմում են բնակչության մոտ 30%։ Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ լսողականները շնչում են որովայնով։ Մի պահ լուրջ աշխատել էի առոգանությանս վրա ու անխուսափելիորեն եկել էի նրան, որ սկսել էի փորով շնչել։ Կյանքումս գոյությանս ընթացքում հանդիպած որոշ մարդկանց, որոնց ես ուղղակի քայլող վրիպակներ էի համարում, շնչում էին փորով։ Իմ փորին համոզմամբ պետք էր անել նրանց արածի ուղիղ հակառակը, որպեսզի կյանքում ամեն բան ճիշտ անես։ Այդ իսկ խորհրդավոր պատճառով էլ որոշեցի շարունակել շնչել կրծքավանդակով ու արագ խոսել։ Մի բացվողում եղավ իր կողմից, տեսողականները շնչում են կրծքավանդակով ու արագ են խոսում։ Կազմում են մոտ 60%։ Տեսողականներն ուշադիր են, շատ բան են տեսնում։ Դրա համար էլ հարկավոր է, որ մի բուռ վայրկյաններում իրենց ողջ տեսածը ի ցույց դնեն։ Վերջից բարեր եք ուշում։ Շատ է։ Արագ խոսելու նպատակը, որ կարճ ժամանակահատվածում իրենց ողջ տեսածն ի ցույց դնեն։ Գիտեք, կյանքում ամեն բան հայացակետի եւ մեկնաբանության հարց է։ Կոնկրետ ես արագ խոսելու մեջ տեսնում եմ բայրացկամություն, արգանք, անգամ շնորհք։ Ես ձեր ժամանակն այնքան անգին եմ համարում, որ ջանքերս բերում եմ իրենց գագաթնակետին, որպեսզի ձեզ հասցնեմ մաքսիմում ինֆորմացիա, հնարավորինս քիչ կրծոտելով բնությունից ձեզ առանց այն անցայված սակավ ժամանակ։ Հիմա եթե արագ չխոսեմ, ապա ինչպես ձեր անդառնալի ժամանակը վատնելու ասեմ, թե ինչ են մեր վերջին նստած աղբերը իսեղ տապատի հետ դեղին նասկիներ հագել։
Թե ինչու մեր սիրելի հայրենակիցները շարունակում են իրենց մեքենաների բանալիներին բրիլոկներ կապել ու ձեռքները բռնած ման գալ։ Այնինչ արդիական ժամանակների մեծ մասը հեռակառավարված է ու կարող են մեքենան բացել ու շարժիչը միացնել առանց բանալին գրպանից հանել։ Թե ինչու մեր սիրելի տաքսիստները չեն հասկանում, որ չի կարելի մեքենայի մեջ ծխել, երբ հաճախորդ են փոխադրում։ Ու որ հատկապես լավ կլիներ, որ մյուս վարորդների հետ պատկերազարդ հայհոյանքներով վեճի չբռնվեք, երբ դուք օգնել եք շիվար նստած ես։ Ակն եթե մեր հայհոյանքի մոծարտները միայն տաքսիներում լինեին, կասենք դեռ ոչինչ, ամենու է։ Նույնիսկ այնտեղ ու դիտականները դեռ չեն բացահայտել։ Ինչպես մատնացույց չանել մեր հանճարեղ տրանսպորտային վճարման միջոցները կամ 1800 դրամանոցների նմանությունը։ Գոնե 1000-ի կամ 2000-ի մեջ նույն արած լինեին։ Մեկով կամ երկուսով մի կերպ կտարբերակի։ Կամ իսկ եթե խոսենք դրական բաներից։ Համոզված եմ, որ ընթացքում մի բան կգտնեմ։ Շեղում կատարեմ արագ խոսելուց մի դեպք պատմեմ։ Իդեպ Ֆրանսիայում արագ խոսելը ոչ մի խնդիր չի առաջացնում, այնտեղ նորմալ։ Մոտ ամիս ու կես առաջ հեռախոսազրույց ունեցա մեր հայազգի կինոմատոգրաֆիայի հսկա Սերժ Ապետիկյանի հետ։ Խոսակցության վերջում ասաց. ասա դու ջան, միտքդ կտրուկ է, կայծակնային, լեզուդ էլ հետևից հասցնում է, չես կակասում, խոսքը հստակ է եւ պարզ։ Այն ամենայնիվ վերջում նորից ավելացրեց, որ լավ կլիներ մի փոքր դանդաղ տեսնել։ Դիտել դաստիարակական բարեկը եւ դեմագող ռեժիսորի փորձից ելնելով եւ այլն։ Այստեղից հանդիսավոր քեզ խոստանում եմ Սերժ Ապետիկյան, խոսքս ու առողջությունս կարգավոր է եւ բարելավ է։ Այս ամենից ինչ հետևություն է հարկավոր անել։ Ամեն բան գալիս է ներսից։ Ու ամեն բան կարող ենք փոխել կամ գոնե հղկել։ Կամ մի անդրդվելի իրականություն։ Կենաց Սարդոստայնում մարդային քչատիվ արարածներից է, որ շրջել է բնության կառույցի համակարգը։ Ադամորդու կառուցումը արտակուստ է։ Մի բանը մյուսի վրա շարելով, հավաքելով։ Այնինչ մեր բնության ծոցում ամեն բան աճում եւ բարգավաճում է ներսից։ Դրանք կլինեն հազարամյա կաղնիները, թե գեղագույն նարգիզն իր անմոռանալի բույրով։ Նարգիզի բույր։ Այս նախադասության հովանավորն էր նարգիզի բույրը համաշխարհային գլուխգործոց սահմանափակ պատասխանատվության գիտություն։ Ու այդ ներքին աճը վերաբերվում է նաեւ ինքներս մեզ։ Անվեճելի է ներքին ուժի ու կայացման փաստը, բայց կա մի բայց։ Նույնիսկ եթե փոքրիկ սերմահատիկը աճում եւ բարգավաճում է ներսից, այն անհնար կլիներ առանց անձրևի, առանց արևից, առանց բոլոր անհրաժեշտ տարերի, առանց ներդաշնակ միջավայրի։ Այդ հատիկները մեր փոքրիկներն են։ Ու նրանց անձրև, նարևն ու ներդաշնակ միջավայրը մենք։ Երեխան երբեք դաս չի քաղում մեր խոսքերից, այլ դաս է քաղում մեր օրինակից։ Գիտեմ, ծնողի դերը հեշտ դեր չէ։ Մենք փորձում ենք փայլել մի դերում, որում գրեթե բոլորը ձախողել են։ Չմոռանանք, որ նրանք ինքնուրույն կյանքեր են։ Ու մեզ չեն պատկանում։ Մեր դերը պարզապես նրանց ջրել, ջերմացնել եւ վտանգներից զերծ պահելն է։ Ու եթե հասնենք նրան, որ մեր հրեշտակներին կարողանանք ներշնչել մեր օրինակով, ապա կարող ենք ասել, որ մեր ծնողի դերը այդքան էլ չեն ձախողել։ Այո, նոր սերունդը կլինի մեր, թե մյուսներին է, միևնույն է, վերջնահաշվարկում մեկ է, մերն է։ Ու այդ օրինակն էլ մենք։ Փոխանակ, տրտնջան երեխաներից, եկեք տրտնջալու օրինակ չմատուցենք։ Փոխանակ մեղադրենք հեռախոսներին, եկեք փորձենք հեռախոսներից ավելի հետաքրքիր լինել։ Ու եկեք սաստենք մեր փոքրիկներին այնտեղ, որտեղ սաստելու կարիք կա, ու քաջալերենք այնտեղ, որտեղ քաջալերելու կարիք կա, եւ ոչ հակառակ։ Եկեք հասկանանք, որ ամեն բարեկի հետևում մի բարի արև է թաքնված, ու սկսենք հենց այդտեղից, միմյանց բարև տանք։ Ու երբ մեր փոքրիների ոխը, մաղձի հետ խառնված, որում ոչում է պահանջելով հաշվարկար, պահանջելով ակննդական, եկեք չմոռանանք, որ եթե շարունակենք այսպես ակննդական, ապա անխուսափելիորեն աշխարհը կգահավիժենք ուրության գիրկը։ Նախորդ գիրքս կարդացողները գիտեն, որ սիրում եմ սուզվել մեր հոգիների ամենահեռավոր անկյուններում պահ տված ծալքերի խորքեր։ Մեր քոր եկող հոգիների խորքեր։ Այս անգամը բացառություն չի կազմում։ Նորից բոլորիդ հրավիրում եմ մեր ներաշխարհի ամենաչխոստովանված վախերի ու այդ վախերն արմատիխել անող ներուժի գիրկը։ Այսօր գրվածքովս կատարել եմ 180 աստիճանի շրջադարձ եւ հայտնվել կյանքի մեկ այլ հորիզոն։ Մի հորիզոն բաղկացած կյանքի ու մահվան բախումներով, մեր հոգիների պարադոքսներով, սիրո անդրդվելի գոյությամբ, մեր իսկ մատներով արարած ներաշխարհի մոռացարաններով ու մեր չխոստովանված սարսափներով։
Այդ ամենի արմատների խաչմերուկում արմատ գցած թանձր ճշմարտության։ Մի ճշմարտություն, ըստ որի, եթե դու քեզ չես ցանկանում օգնել, ապա քեզ ոչ ոք չի կարող օգնել։ Կցանկանայի մեջ բերել ինձնից լայն ժպիտ խլած իմ լավ ընկեր ու խմբագիր Արմեն Ավանեսյանի խոսքը։ Ասաց տեղյակ չէր հանկարծակի։ Ասաց մահն այնքան լավ ես նկարագրել, որ մարդ ուզում է մեռնի։ Մտադրությունս իհարկե դա չի եղել։ Բայց երբ խորում եմ հարցի շուրջ, գալիս եմ այն եզրահանգմանը, որ եթե մեր գոյությունը անց չկացնենք, հոգիները խաղողի մանգաղից երջյուղած, ապա մեր կյանքերը կլինեն ավելի պատկերազարդ ու լայնարձակ։ Առաջին գլխից մի տատարիկ ընթերցվելու է քիչ հետո։ Բայց մինչ այդ գրքիցս կցանկանայի մի փոքրիկ մեջբերում անել։ Դժոխքն այնտեղ է, ուր դու չկաս։ Ամենքս անշուշտ ունենք նվազագույնը մի դու, առանց որի աշխարհը խորխորատի կվերածվեր։ Երջանիկ են նրանք, ում բախտը վիճակվել ունենալ մի քանի դու, ովքեր իրենց կյանքը Եդեմյան այգու են վերափոխում։ Բոլորի խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեր ներկայության համար։ Վստահ եմ, որ նախորդ անգամվա նման անհամբեր է գալ ու ձեռք բերել նոր աշխատությունս։ Բոլոր նրանց ում հնարավորություն չէր ձեռք բերել առաջին վեպս Նարգիզի բույրը, նշեմ, որ կարող եք այն հայթայթել այսօր։ Իդեպ շուտով նոր տարի է ու չվարանեք գնել մի քանի օրինակներ, որպեսզի նվիրեք։ Բազում դյուրավորվեք։ Տեղեկացնում եմ, որ ամենաշատ գնողներն այսօր մրցանակ են արժանանալու, շահելու են հարգան։ Հիմա կատակը Միկո, ասեմ, որ աննկարագրելիon կարևոր է նման նախաձեռնություններին զարկ տալ։ Ու եթե ուզում ենք մի բանի տարածմանը պիտանի լինել, ապա այն պիտի լինի այսպիսի, կառուցողական։ Եկեք այս տարի ու եկող մնացած տարիներին 10, 20, 30 կամ 50 հազար դրամանոց խմիչքներ նվիրելու փոխարեն գրքեր նվիրենք։ Մեր հարազատներին թունավորելու փոխարեն միտքն ու հոգին հարստացնող գրեր նվիրենք։ Ճիշտ է, ալկոհոլը մեզ օգնում է կտրվել, փախչել մեր իրականությունից, որի հեղինակը ինքներս ենք։ Ու դիպաղ թրջել, սավառնել։ Սակայն, երբ ասում ենք թռիչք, պետք է ասենք նաև վայրեջք։ Հաճախ գրեթե միշտ այդ անկարաբերելի վայրեջքը լինում է ցավոտ ու ջախջախիչ։ Այնինչ մտքի թռիչքից դեռ ոչ ոք վայրեջք չի գրանցել, այն էլ ցավոտ։ Կլինի առաջին, թե երկրորդ գրքից ոդիսականը, իմացեք, որ այն պարզապես հնարավոր չէ լինի առանց ընկերներիս ու հարազատներիս մասնակցության ու աջակցության։ Կլինի ֆինանսական, բարոյական, թե լոգիստիկ։ Բոլոր մասնակիցները քաջ գիտակցում են, ումից եմ այս բանի խոսում, ու նրանց բոլորին խորին երախտագիտությունս եմ հայտնում։ Մասնակիցները բազմաթիվ են ու կխուսափեմ անունները թվարկելուց, քանի որ այն կխլի ողջ օր։ Իմացեք, որ այդպիսի մի օր չկա, որ ձեր անունները չհնչեն սրտից բաբախներում։ Արկածն այս հնարավոր չէ լինի առանց ձեր բոլորի ներկայության։ Ու հիմա մի բան եմ շատ ափսոսում։ Ափսոսում եմ, որ ձեռքերս բավականաչափ երկար չեն, որ տարածեմ ու գրկեմ բոլորին։ Մինչ ընթերցանությանը հասնելը, փորձեմ պատասխանել մի քանի հարցի։ Հարցեր կան, չկան, շատ է։ Հիմա շուտով կանցնենք ընթերցանությանը, բայց անպատրաստից մի հիշողություն եկավ մոտս։ Փարիզում հանդիպել էի Պոլ Պուլակին, Պոլ Պուլակսեզյանին, մեր հայտնի հայ երաժիշտ, Պոլ Գոյան երաժշտության հեղինակ։ Արդեն ծերունի էր, հիմա արդեն վարճանվել են։ Մի պատմություն պատմեց, ասեց, որ այն ժամանակ սովետական բլոկը դեռ թույլ չէր տալիս արտիստները դուրս գան շատ, ասեց Արնո Բաբաջանյանը եկել էր Փարիզ, ասեց եկավ նվագեց ու սա ֆրանսիացիներին ապշահարացրել էր։ Ասում է գնաց ու արդեն բազում տասնամյակներ են այդ պատերը դեռ շարունակում են իր նվագածը նվագել։ Հիմա մենք այստեղից գնալու ենք, բայց Թամար ջան, քո երաժշտությունը այս պատերի մեջ մնա գա։ Շատ շնորհակալություն քեզ։ Կյանքը բերում է մարդիկ դերասան, ոմանք դերասանուհիներ, ավելացրեց Բեռնարդ Ջոն։